Աստվածահայտնության եւ չորրորդ արարողությունը զմարու մայրավանքի մեջ ավանդության սամացայն մեծ դոնագադրությամբ յուրաքանչյուր դարվա 6 հունվարին գնշվի զմարու մայրավանքի փոխման Սուրբ Լուսին Մայր եկեղեցու մեջ։ Ընթացիկ դարվա առավոտյան ժամը 10:30-ին զմարու բادرիարքական գեղերի միապանության բادرիարքական փոխանորդ եւ զմարու վանքի մեծավոր Կերաբայձար Մաշտոց Թակատիր Զարակին Վարդապետ Զահտերյան մատուցեց Սուրբ եւ անմահ պատարակը առընտերագայությամբ Հայր Գարաբետ Գլնջյանի եւ Հայր Վարդան Ջանուֆյանի։ Կերաբայձար Մաշտոց գենարար ճուրի անհրաժեշտության մասին անդրադառնալով սկսավ իր քարոզը։ Ճուրը կյանքի խորհրդանիշն է, անկյանքի անհրաժեշտությունն է գոյատևելու համար։ Եկեղեցին ճուրը գորն է որպես նշան մեզի դրված մեծ բարիքին։ Ճուրի սրբակորձումը ցևով մը հիշեցում է, որ ան չէ դրված սոսկ մեր գարիքները բավարարելու, այլ անոր նկատմամբ անհրաժեշտ օգածություն ցուցաբերելու։ Մեծավոր հայրը հավատացյալներուն ուշադրությանը հանձնեց կարևոր հանգամանքը, որ կվերապերի հայերուս։ Ասորիները Հայաստանին գոչած են Նայիրյան երկիր, այսինքն ճուրերու երկիր։ Արտարև այս մեկը մեր երկրի հետակա շահերուն եւ բարօրությանը ի նպաստ նախատրյալ է, հանզի որ ըստ օրե աշխարհիս երեսին ճուրը կնվազի եւ հետակային ճուրի դակնավի հետևանքով մեր երկրի ռազմավարական դիրքը զորանալով Հայաստանը առաջադար երկիր կդառնա եւ իր ուրույն դեղը կսպաղեցնե մեծ դերություններում մոտ։ Ապա պատարակիչը եկեղեցու մեջ ճուրի օգտագործման շուրջ հղումներ կատարեց ասելով. եկեղեցու մեջ օգտագործված ճուրը տարբեր արիտներու եւ պատճառներու համար կգործածվի, ինչպես մգրդության Սուրբ պատարակի սկիզբը կահանային ցերկերը լվալու, ավակ 5 շաբթի նախքան ոտն լվայի արարողությունը սկսիլը ճուրը գորնվի, իսկ ամենանշանակելին Սուրբ ծննդյան տոնին կատարված չորրորդ արարողությունն է։ Այնուհետև Կերաբայձարդերը մեջբերեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչի խոսքը, դրված ըլլալով, որ ընթացիկ տարվա ողջ տևողության հայերս կհիշադակենք Սուրբ Գրիգոր Լուսավորիչի վախճանման 1700-ամյակը, ուստի դեղին է նշել Սուրբին խորհրդածությունը մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի մգրդության կապված, ուր անգսե ինքը Հիսուս իջավ ճուրի մեջ եւ ճուրը միանգամայն դարձուց մաքրող եւ նորոգող, մաքրեց երկրի ճուրերը, որոնք բղձված էին մարդկանց մեղքերով, եւ ինչպես նախապես հոգին կշրջեր ճուրերուն վրա, նույնպես ինքը պիտի բնակի ճուրերու մեջ եւ բոլորին պիտի ընդունի, որոնք դարձյալ կծնին։ Այսպես Հիսուս իր օրինակով հաստատեց մգրդության խորհուրդը, որով մարդը պետք է մուտք գործե քրիստոնեական եկեղեցի, այս ասելով եզրափակեց խոսքը։ Հնդածս Սուրբ եւ անմահ պատարակի դեղի ունեցավ չորրորդ արարողությունը, ով զարմանալի շարագանի երկեցողությամբ թափորը մգրդարանին շուրջ բոլորը հավաքված զբաղուն, անտիսավորապես Սուրբ խորամ բերվեցավ սրբալույս Միրոնով լի աղավնին։ Պատարակիչը հadouk աղոթներու ընթերցումով եւ օրնեսի եւ սրբեսի շարագանի երկեցողությամբ Սուրբ Իգնատիոս Մալոյանի ցերածխաչը տատախեց ճուրի մեջ եւ սրբալույս Միրոնը հոսեցնելով 3 անգամ օրնեց ճուրը, խնդրանքներ ներկայացնելով Տիրոջ, որ ան օրնե եւ սրբե ճուրը, զայն օգտակար դարձնե հոգիներու եւ մարմիններու բերգության եւ ըլլա օրնության աղբյուր եւ անաբականության բարգեւ, որով լուծարվին մեղքերը, նաեւ խնդրեց, որ ճուրը Սուրբ Հոգիի զորությամբ լեցվի եւ ինչպես որ տանանի մեջ, այնպես ալ այժմ Սուրբ Հոգին իջնե, օրնելով սրբելով ճուրը, որբեսի ընդունելի դառնա մգրդվողին մեղքերուն լվացումն ու հիվանդներու բժշկությունը։ Բահբանիչի բահուն պատարակիչը դարձյալ օրնեց ճուրը, որովհետև գրված է Տիրոջ ցայնը ճուրերուն վրա է։ Հանդիսավոր արարողութենե ետ հավատացյալները խաչը համբուրեցին եւ օրնված ճուրեն ստացան եւ մայրավանքի տահլիճի մեջ դեղի ունեցավ դնորներքի արարողությունը։ Ներկաները Սուրբ Հոգիի շնորներով լիացած եւ դոնին քաղցրավենիքով հյուրասիրված բահուն շնորհավորեցին միմյանց մեծավոր հոր եւ վարչական հայրերուն։